Ընդգծելով մարդու կյանքի և անձնական տվյալների անվտանգության կարևորությունը թվային աշխարհում, հունվարի 28-ը նշվում է որպես անձնական տվյալների պաշտպանության օր, կոչ անելով պատասխանատու վերաբերմունք դրսևորել անձնական տվյալների հավաքման, պահպանման և օգտագործման նկատմամբ։ Անձնական տվյալ է համարվում մարդուն վերաբերող ցանկացած տեղեկություն, անկախ նրանից դա կլինի տառ, թիվ, պատկեր, ձայն, թե դրանց համակցություն։ Անձնական տվյալների պաշտպանությունը առանձին իրավունք է, որի շրջանակներում ապահովվում է, որ մարդու տվյալների հետ ճիշտ վարվեն նրանք, ովքեր ուզում են մարդու տվյալները մշակել կամ օգտագործեն, եւ կա նաեւ մի կարևոր իրավունք է գլոբալ իրավունքի շրջանակներում մարդը ունի իր տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունք։ Այն մարդուց, այն կազմակերպությունից, այն պետական մարմնից, ով որ իրականացնում է տվյալների մշակումը։ Ժամանակակից աշխարհում մարդը սոցիալական էակ է։ Հանրային եւ մասնավոր իրավահարաբերություններում ապրելու, շփվելու համար ակամայից իր անձնական տվյալները տրամադրում է այլոց։ Եթե ունեք անձնական էջ գոնե մեկ սոցիալական հարթակում եւ գետ մեկ հրապարակային նկար, նշանակում է, որ դրանք միմյանց ուղարկելու, կիսվելու, մեկնաբանելու թույլտվություն եք արդեն իսկ տվել։ Անձնական տվյալները պիտի մշակվեն օրինական եւ կոնկրետ նպատակով։ Չի կարող լինել անձնական տվյալի մշակման դեպք, երբ որ չկա նպատակ։ Հիմա էլի դուք իմ տեսապատկերը օգտագործում եք ու դրա տակ հստակ սահմանված լրագրողական նպատակ գոյություն ունի։ Երկրորդ կանոնը կոչվում է համաչափության սկզբունք։ Եթե կա տվյալների մշակման օրինական եւ կոնկրետ նպատակ, ապա տվյալները, որոնք մշակվում են, պիտի լինեն այդ նպատակի համար պետքական անհրաժեշտ չափավոր, օգտագործվեն նվազագույն քանակով ու նվազագույն ժամկետով։ Պետք է արկա լինի տվյալի մշակման իրավական հիմք։ Եթե շատ չխորանամ, տվյալի մշակման իրավական հիմք է, պարզ ասած, կամ օրենքը կամ մարդու համաձայնությունը։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անձնական տեղեկությունը վերահսկելու, իմանալու, թե ով ինչ նպատակով եւ որքան ժամանակ է օգտագործում իր տվյալները, ինչպես նաեւ պահանջելու դրանց ուղղում կամ ջնջում։ Սա խթանում է թափանցիկության, օրինականության եւ վստահության մշակույթի ձևավորմանը թվային միջավայրում։ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ունի համապատասխան կարգավորում, որ եթե անձնական տվյալների մշակողը տեսնում է, որ իր մոտից արտահոսք է եղել, ապա մշակողը պարտավոր է անել 3 բան. հրապարակել արտահոսքի մասին հայտարարություն, որ մարդիկ կարողանան ինքնապաշտպանվել, հայտնել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին, մենք այդպիսի լիազոր մարմին ունենք, այս պահին դա արտադրության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն է։ Եվ երրորդը հայտնել արտահոսքի մասին ոստիկանության, որտեղ ենթադրվում է, որ արտահոսքերը, եթե իրականացվել օրինակ կիբեր հարձակման, հակերային հարձակման արդյունքում, ենթադրում են նաև հանցագործության իրականացում։ Մեր օրերում անձնական եւ բանկային տվյալների չարաշահումը դարձել է խաբեությունների ամենատարածված տեսակը։ Կիբերհանցագործները կարող են դրանց տիրապետելով ֆինանսական վնաս հասցնել կամ կեղծ գործարքներ կատարել։ Հայաստանում պետական կառույցները, մարդու իրավունքների պաշտպանը եւ հասարակական կազմակերպությունները այս առումով արձանագրում են խախտումների դեպքերի աճ։ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս դրանց հայտնաբերման եւ հաշվառման ցուցանիշները մշտական մեծանում են, սակայն իրական թվերը, հատկապես չբացահայտվածները, կարող են շատ ավելի մեծ լինել։ Անի Գրիգորյան, Սյունիք լուրեր։